փետրվարի 27-ից 29-ը, այսինքն Միխայիլ Գորբաչովի այդ նախազգուշացումից ընդամենը 1 օր անց սկսվում են այս գործողությունները, 3 օր տևում են եւ խորհրդային բանակը միայն փետրվարի 29-ին այդ տարի նահանջ տարի էր, 29 օր ուներ փետրվարը, 29-ին նոր մտնում են քաղաք եւ հետագայում արդեն իր հուշերում այս մասին որպես հաստատում եղածի գրում է այդ ժամանակ դեռ գնդապետ, ավելի ուշ արդեն գեներալ Լեբեդը, որ կատարվածը քաղաքում կատարվողը հայերի նկատմամբ կանխամտածված ջարդեր եւ խուլիգանություն չէր դա։ Ինչու է այս հանգամանքը կարևոր, որովհետեւ բոլոր գործերը, որ հետո հարուցվել են, խուլիգանության հոդվածով են եղել եւ փորձել են այնպես անել, որ ցրեն, այսինքն կենտրոնացված որևէ գործ չի արվել, առանձին գործեր խորհրդային տարբեր քաղաքներում են դատական ուրեմն գործընթացները կազմակերպվել եւ մեղադրական եզրակացությունը հիմնականում խուլիգանությամբ է, իսկ խուլիգանությունը սովորաբար այդպես տարերային է լինում եւ ինքը կոնկրետ թիրախ չունի սովորաբար։ Իսկ այստեղ մենք գործ ունենք կոնկրետ թիրախի հետ, քրեական ծանրագույն հանցագործության հետ գործ ունենք, կանխամտածված էթնիկ հիմքով մարդկանց ոչնչացման։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։